Ծնվել մեծացել են Արցախում, Արցախը հանձնել են, մի նախադասություն չեմ լսել այդ հարցով։ Ուղղակի քննարկում են, ասում են, հա, դե որ մենք էինք, սենց էր, նենց։ Մենք եք եղել, անց է գնացել է։ Հիմա քո դժգոհությունը հիմա արտահայտի։ Ասա ինչ ենք անում։ Խոսում են, ասում են, մենք որ գանք 2 տարում, 3 տարում էս կանենք, այն կանենք, այն կանենք, չի ասում Արցախի մասին, կվերադարձնի թե այդ նպատակը ունի թե չէ։ Անհասկանալի է։ Ինչ ենք անում Արցախի ժողովրդի հետ։ Այդ մեր տեղի հայերի հետ։ Ինչ ենք անում։ Ոչ մի բառ չեն ասում։ Մենք սենց էին, գնացինք սրան հանդիպեցինք, մեր մոտ սենց էին պահում իրանց, սենց էին պահում իրանց եւ այլ եւ այլ։ Հիմա խոսեք։ Հիմա ասեցի, սաղ վաճառել են։ Սաղ ձեր տված բոլոր մեր երկրի ղեկավարները միջև այսօր էլ վաճառում են։ Հիմա սա էլ ուզում է զինվորական գոսպիտալները վաճառի։ Պոլիգոնը Իջևանի պոլիգոնը վաճառում է։ Բայց զորքը որտե՞ղ է պարապելու։ Պոլիգոնները վաճառում են։ Զորամասերը վաճառում են։ Բազան, որտեղ սովետական միության ժամանակ միջուկային գլխիկներն էին պահում, հիմա կովեր են պահում։ Ասում եմ, մի օբյեկտ չկա Հայաստանում, որի վրա արժի մի հատ ռակետ ծախսել։ Չկա այդ օբյեկտը։ Դե իրանք իրանց տակը փորում են, էլի, մնում են իրանք, այդ ռակետները իրանց գլխին տիղել գեն, իրանց կաբինետների վրա։ Որտեղ ուրիշ խոցելու ոչինչ չկա։